Հետո է որոշի այդ փոփոխությունները որ պետք է լինի։ Այդ որտեղից է գալի։ Պարոն Սարգսյան, կներեք, բայց եթե չենք փոփոխվում, աշխարհի արագություններին համընթաց չենք գնում, չենք հասցնում։ Մի րոպե, ես դրան էլ կանդրադառնամ, հիմա անպայման ես դրան կանդրադառնամ։ Այսինքն մենք պետք է հասկանանք ընդհանրապես այս գործընթացը ինչ նպատակով է ներդրվել, հետո նոր այդ տեխնիկական առաջընթաց կոչվածի գործիքները մենք պետք է օգտագործենք այնպես եւ այնտեղ, որ չխախտվի երկու կարևորագույն սկզբունք։ Դա մարդու ճշմարիտ ազատություններն են, այսինքն աստվածաշնոր ազատությունները, որը մարդուն տրվել է Աստծո արարչագործությամբ, եւ երկրորդը մարդու անվտանգությունն է, հատկապես ֆիզիկական անվտանգությունը եւ առողջությունը։ Այս երկու սկզբունքի հիման վրա մենք պետք է գծենք այդ սահմանները եւ օգտագործենք բոլոր տեխնիկական նորամուծությունները, բայց չանցնելով կարմիր գծերը։ Մինչև կարմիր գծերը անցնելը ես ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին խոսեմ, որը ուրեմն որտեղից գալիս է այդ փոփոխությունների անպայմանական լինելը, այսինքն որ դրանք անպայմանական, ինչպես գրված էր Եվրոհանձնաժողովի փաստաթղթում անպայմանական պետք է լինեն եւ մենք պետք է ենթարկվենք այդ փոփոխություններին մեր ուրեմն մարդը պետք է իր էությունը փոխի ըստ այդ փոփոխությունների ասեմ հետեւյալը եթե դուք բացեք հիմա ինտերնետը նայեք ինտերնետի մասին գրվածները ինտերնետն ինչպես է առաջացել դուք կտեսնեք որ գրված է որ ինտերնետը ստեղծվել է նու այսպես կոպիտ եմ ասում 1969 թվականին մի քանի կազմակերպության ուրեմն ջանքերով որոնց մեջ ուրեմն եւ ուղղորդմամբ ռազմական նախարարության պենտագոնի ես ուզում եմ ասեմ հետեւյալը դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում ուրեմն ինտերնետ տեխնոլոգիաները եւ այն տեխնոլոգիաները թվային, որոնք կան, դրանք ստեղծվել են շատ վաղուց եւ դրանք փոխանցվել են կոնկրետ Միացյալ Նահանգների ղեկավարությանը 1950-ականների կեսերին։ 50-ականների կեսերին, երբ ուրեմն իշխանության է եղել ուրեմն Դուայթ Էյզենհաուերը Էյզենհաուերը կնքել է մարդկության ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ մարդկության համար մի կատաստրոֆիկ պայմանագիր, որի վտանգավորության չափով պայմանագիր եւ համաձայնություն